Հարցը իսկապես գուցե ճիշտ է դրված, բայց հաստատ պատասխանը վատը չի։ Արմագեդոն չի լինելու, շարունակվելու է կյանքը ոնց որ կա մեծ հաշվով, բայց ավելի շատ են լինելու տուրբուլենտությունները եւ արտաքին եւ ներքին առավելևս եւ այն ինչ որ տեղի ունեցավ երեք Սուրբ Աննա եկեղեցում, ընդ որում երիտասարդներ, որոնք ինչպես հետո հայտնի դարձան, բավական լավ սովորող, առաջին անգամը եւ միակ անգամը չէ որ հաճախում են գնում են եկեղեցի, այդ սուրբ օրով այնտեղ են գտնվում եւ երբիսի վարք են դրսևորում, սա չեմ ասում արդարացում որպես կամ բան, ուղղակի ասում եմ նման դրսևորումները ավելի շատ են լինելու, որովհետեւ գործող իշխանության գործիքներից է ոչ միայն սուտը, այլև սադրանքը, պրովոկացիան, որպեսզի զուտ PR տեսանկյունից, որպեսզի ինքը անընդհատ լինի քննարկվող թեմաների մեջ եւ ինքը սադրելու է եւ երեք ոստիկանությունը իր պաշտոնական հաղորդագրությամբ հաստատեց որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնացել էր այդ Սուրբ Աննա ոչ թե գնացել էր որպես հավատացյալ, այլ գնացել էր քաղաքական գործունեություն ծավալելու։ Իրենք իսկ տվեցին դրա պատասխանը, ինչը ակնհայտ էր։ Բայց դա այն է, ինչը իրեն իր հետ աշխատող տեխնոլոգները, իսկ իր հետ բավական լուրջ տեխնոլոգներ են աշխատում 18-ից սկսած, իրեն շատ ճիշտ ուղղություններ են տալիս, ինչպես մնալ մշտապես քննարկվող թեմա։ Այլ բան է, թե դրանից պետությունը, երկիրը, քաղաքացին ինչ է շահում, ինչ է ստանում, որևէ լավ բան չեմ տեսնում, բայց ինքը իր խնդիրը լուծում է։ Կարծում եմ այնուամենայնիվ ընդդիմությունը դեռ մեծ հաշվով չի կողմնորոշվել ինչ է անելու։ Ես գոնե դա չեմ տեսնում, առանձին ես տեսնում եմ ինչ որ բան անում են, բայց մեծ հաշվով չեմ տեսնում դա, մի տեսակ կարծես մտել են իշխանության սկսած խաղի կանոնների մեջ տեղավորվել եւ այդ խաղի կանոններով, հարաբերվել հանրության հետ, որտեւ ես ինքս նույնիսկ եղել ընդդիմադիր գործիչներին հարց եմ տվել, ասենք օրինակ դուք եթե ընդունում եք որ նա հանցագործ է, եթե ընդունում եք որ նա ստախոս է, եթե ամեն օր բոլորս այո դրանում համոզվել ենք, ինչու եք ուզում նրա հետ բանավիճել, որովհետեւ ստախոս, դուք պատկերացեք որևէ հանցագործի հետ նստում են զրուցում են, չէ, միանգամից, այսինքն քայլեր են ձեռնարկվում։ Հետևաբար ինձ համար որոշ բաներ հասկանալի չի ընդդիմության, Քարոզ Արշավի այսպես դասական կանոններով, նույնիսկ հնացած կանոններով երբեմն տեսնում եմ նյութեր դաշտում, որը քաղաքական սպամ է դարձել, հասկանում եք, ինձ թվում է մի պահ պետք է կանգ առնեին, կոպիտ ասեմ նույնիսկ ինչ որ պահ պետք է լռություն հայտարարվեր, հասկանային ինչ են անում ու որ կետից են առաջ շարժվում։ Իսկ հիմա աղմուկը շատ է, այսպես ասած, այդ աղմուկի մեջ մարդը չի կարողանում տարանջատել, չի կարողանում մանավանդ որ կա հասարակության մեջ վախի էլեմենտը, պարզ է, չէ, իշխանությունը ցանկացած գործիքի դիմելու է։ Ամենավատ բանը հենց հիմա նստած նույնիսկ օպերատորներին եմ դիմում լրագրողներին, ամենավատագույն սցենարներ ասեք, հաստատ դա կարող է դնել։ Չկասկածեք, ընդհուպ մինչև մեծ պրովոկացիաների գնալ, հետո ասենք Ալիևին գործի դնել, որ ինչ-որ կրակոցներ արձակեն, ինչ-որ ուղղությամբ ասեն, տեսեք, որ ասում ենք, հեսա, տեսեք, բանը պատերազմը ներկայացված է այսպես դևի կերպարով, հեսա դևը գալու է դուռը ծեծի, այն որ բոբոն գալու է, ինչի ասեք, հետո արտակարգ դրություններ կհայտարարի, ինչի ասեք, դիմելու է, սա պարզ է։ Մենք ինձ թվում է, մենք պիտի հարցը սխալ տանք, ճիշտ ձևակերպենք, որտեղ երբ որ հարցը ճիշտ ենք ձևակերպում, դիսկուրսն էլ է ճիշտ ուղղությամբ գնում։ Մենք արդեն ինչու սա եղավ, ինչպես սա եղավ, այս հարցերին պատասխանել ենք։ Բոլորը, հիմա դուրս գանք, ցանկացած մեկը գիտի, ցանկացած տաքսու վարորդ մեզնից լավ կներկայացնի իրավիճակներ, դեպքերներ,
օրինակներն էլ, փաստերը ամեն ինչ շատ լավ կներկայացնի։ Հիմա, որտեղ երբ որ ասում ենք ինչու է սենց եղավ, մի տեսակ թաշկինակով հարց է, էլի, որ պիտի թաշկինակը վերցնես, հետո սկսես լացել, բանը, աշխարհն է մեղավոր, չգիտեմ, բանը, Սորոսն է մեղավոր, բոլորը։ Այո, մենք որպես լրատվամիջոցներ, որ միշտ արձանագրում ենք, հիշեցնում ենք դա, նույն օրինակ առանձին երկրների հիշեցնում ենք, ասում ենք դու 44 օրյայի ժամանակ սա չարեցիր, Ռուսաստան դու սա չարեցիր, Ֆրանսիա դու սա, Միացյալ Նահանգներ դու սրա վրա աչք փակեցիր, բայց փաստ է, իրենք ունեն իրենք շահերը, հարցը պետք է փոխել, ինչպես դուրս գալ ես իրավիճակից, երբ որ հարցը ուրիշ կերպ ես դնում, այդ թաշկինակը արդեն գցում ես մի կողմ ու դու հարց է դա, որը մղում է գործողության, որը ենթադրում է ռազմավարություն, որը ենթադրում է քայլել։ Դաշտում ես չեմ տեսնում սա, հասկանում եք, ընդդիմադիր դաշտում մեծ հաշվով, ես տեսնում եմ առանձին խաղ է խաղում։ Ես անկեղծ ասած այն մարդկանց թվին եմ պատկանում, որը չի հավատում, որ հասնելու ենք ընտրությունների։ Անկեղծ եմ ասում։ Ավելին, եթե ընտրությունների օրը հունիսի 7-ին ինչ-որ քվեարկություն եղավ և ինչ-որ արդյունք արձանագրեցին, հավատացեք, էլի համարում եմ, որ ընտրությունները չի ավարտվել, այլ քաղաքական պրոցեսները նոր են սկսվելու։ Ես չեմ հավատում այս ընտրություններին, ես չեմ հավատում, որ սա պեսիմիզմի համար չեմ ասում, բոլոր գործիքներից պետք է օգտվել, բայց ես ռեալ գիտակցում եմ, իշխանություն է, ունի վարչական լծակներ, ընտրակաշարք բաժանում է ոչ միայն գումարի տեսքով, այդ հետո են գործի դնելու, օրինակ ասում են, դու ինչ խնդիր ունես քաղաքացի, ասում այս ապօրինի տարածքս տարիներ շարունակ չեմ կարող օրինականացնեմ, ասում բերք օրինականացնեմ, այսպես, մյուսին է սա խոստանում, մյուսին է սա, ամբողջ լծակները գործի է դրված, մենք դրան պատրաստ ենք, թե հետո բան ենք անելու 21 թվականի պես ասել ենք, դե բա պարզ չէր, բան, փաստական հիմքեր էլ չունենանք, այս չունենանք ու հաշտվենք, ասենք սենց է, արդյունքում ինչ լինի, լեգիտիմացնել իր ողջ արարքը։ Հիմա, սա մի իշխանություն է, որ արդեն իր ժողովրդին սպառնաց պատերազմով։ Իսկ սպառնալ պատերազմով դա նշանակում է ինքը խոստովանում է, որ ուղիղ պայմանավորվածությամբ ինքը կարող է Ալիևին ասել կրակել։ Առաջին անգամն է Թուրքիան, Ադրբեջանը հայտարարել, որ իրենց ցանկալի թեկնածուն Փաշինյանն է։ Մոռացել եք, որ Ադրբեջանից նույնիսկ հրապարակումներ եղան, որ պետք է գնալ զորքով պաշտպանել Փաշինյանին։ Չենք մոռացել, չէ՞, այսինքն ամեն ինչ լինելու է, սահմաններն էլ մանավանդ իմունիտետը կորցրած, մենք չգիտենք, իրենք նույնիսկ չգիտեն մեր սահմանները ինչքան են, որ իմանան որ մասն է պահպանվում, ինչ ասեք պետք է լինի։ Հիմա մենք պետք է հարցը մեզ ուղենք ու մենք իրավիճակին համապատասխան վերակազմակերպվենք։ Ուղղակի վերակազմակերպենք, որտեղ աշխարհը չի փոխվելու, մեր հարևանները չեն փոխվելու, իրենց շահերը չեն փոխվելու, հետևաբար մենք հարցը մեզ պետք է տանք։ Մենք մեզ քննադատենք, մենք մեզ հասկանանք, ավելին որոշ մասը պետք է հրապարակային լինի, բայց աշխատանքներ պետք է լինեն վարակույրից կուլիսների հետևում։ Այդ աշխատանքը չեմ տեսնում ես։ Որպես քաղաքացի եմ սա ասում, ոչ թե որպես միության նախագահ կամ լրատվամիջոցի ղեկավար։ Ես դա չեմ տեսնում եւ մի շատ կարեւոր մի բան էլ, որ ասում եմ հարցադրումից կախված ամբողջ դիսկուրսը երեք նախորդին զրուցում էի քաղաքագետ, էներգետիկա անվտանգության մասնագետ Վահե Դավթյանի հետ ու խոսում էինք հենց մեր հասարակության մասին, ապատիկ հասարակությունը թե որքան վտանգավոր է առհասարակ ազգային անվտանգության համար, երբ որ դրա կշիռը, դրա քանակը մեծ է։ Մենք այսօր ունենք դա, եւ պետք է հասկանալ ինչու ունենք դա։ Մենք ոչ թե քննադատենք նրանց, ովքեր գնացել են 21-ին ընտրել են, այլ հասկանանք, թե ինչու նրանք չեն մասնակցել։ Հիմա էլ կա այդ հասարակությունը ու վախենամ ավելի շատ լինի։ Մենք իրենց ինչ ենք ասում, բայց սա կարծում եմ արդյունք է նրա հատկապես, որ
իշխանությունները կարողացան հասարակության ինքնագնահատականը իջեցնել Շրիշակի Պլինտուսի մակարդակի, հա, որ ինչպես օրինակ, եթե Նիկոլ կարա լինի վարչապետ, բա ես ոչ չեմ կարա, որտեղ նայում ես ով տեղից վեր կացված, որ ես խի չեմ կարա, որ ես խի չեմ կարա լինեմ պատգամավոր, ես խի չեմ կարա լինեմ բան, եթե ասենք Սրբուի Գալյանը կարա լինի արդարադատության նախարար, Ռոմանովսը կարա չգիտեմ ես ինչ լինի մյուսը, տեսեք 8 տարում անունները լիք սովորել եմ, որ մեկ վերում ունեմ, սովորել եմ, մենտեղ կան էլի դեմքեր չեմ բանում, հիմա ասեք Ալենը պատկերացնում եք կարա բան, հետո էլ կարա թքի ու էլի շարունակի բան հաղթարշավը, սա նրանից է, որ ինքնագնահատական ընկել է, այս ամբողջ խնդիրները նրանից են, որ օրինակ որ ասում են բանա կարա ես չեմ կարա, բանա կարա ես չեմ կարա, շորջ այդ հարց ենքան անբնական, բայց երբ հատկապես մեր իրականության մեջ մտավ այդ հարցը, եթե նա կարա, ուրեմն ես էլ կարամ, չէ, դա նրանից է ինքնագնահատականը իջելը, բայց ոչ թե անորակ մասան է շատացել, այլ որակյալը ինքնապարփակվել է, իր մեջ է փակվել, խնդիրը սրա մեջ է, եւ մենք, հա, այդ թվում ես ինձ եմ ասում, իմ թիվ 1 առաքելությունը պետք է նաեւ լինի այն, որ ցույց տանք, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, բայց մենք ոչ մի բան չենք, մենք ոչնչություն չենք, մենք ունենք քաղաքակրթությանը մեծ բան տված ազգ ենք, մենք մեծ ժառանգություն, մշակութային ժառանգություն ունեցող ազգ ենք, մենք տարբեր երկրներին, այդ թվում մեր պետությանը լրջագույն արժեքներ տված հեղինակություններ ունենք, հա, եւ պետք է մենք օգնենք մեզ բարձրանանք, որտեղ ինչ-որ իջել է բանը, հա, նշաձողը իջել է, ու մենք ոչ ավելի մասին ենք երազում, մեծ երազանքները կորել են, մանր ինչ-որ մերկանցիլ երազանքներ են, քայլեր են, հետևաբար մենք պետք է հասկանանք, ինչպես անենք, որ հավատանք մեր ներքին ռեսուրսներին, մեր ներքին ուժերին, իմ խնդիրը սա է, որ երբ որ ասում են, բանը, թույլ ենք, ոնց պիտի հաղթենք, բանը, որ պատերազմ լինի պարտվելու ենք, իսկ ով ասեց պարտվելու ենք, իսկ ով ասեց, որ պատերազմ է լինելու, իսկ ով ասեց, որ չենք կարող մեր հաղթանակները կրկնել, իսկ ով ասեց անպայման պատերազմով է հաղթանակը լինում, իսկ ով ասեց, ես մի անգամ հիշեցրել եմ Ֆրանսիայի մենք ունեինք աշխարհահռչակ քարտեզագետ, պատմական աշխարհագրության մասնագետ, այս վերջերս եմ ընդ որում իմ լավ բարեկամներից մեկի միջոցով սկսել ծանոթանալ Զատիկ Խանզադյանի աշխատանքներին եւ պարզվում է պատմական դեմք է ունեցել նաեւ Ֆրանսիայի պատմության մեջ հայ մարդ, որին առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայի ռազմական նախարարությունը պատվիրում է, հանձնարարում է, որպեսզի փաստական հիմքեր կազմեն քարտեզներով, որպեսզի կարողանա Գերմանիայից հետ վերադարձնել իր տարածքները, եւ դրանք կոչվում են հաղթանակի քարտեզներ։ Ինչ է իրենից ներկայացրել, ոչ միայն քարտեզներ, այլև ռեսուրսների քարտեզագրում, որի միջոցով կարողացել է ապացուցել բնականն է ռեսուրսների, որ այս տարածքները ոչ թե Գերմանիային են պատկանում, այլ Ֆրանսիային։ Հայ է արել սա։ Եվ դա հնարավոր է կրկնել, ու մենք ունենք փայլուն մասնագետներ, փայլուն երիտասարդներ, դատապարտելով Սուրբ Աննային տեղի ունեցած, ասում եմ, արժանապատվություն ունեցող ամեն դեպքում երիտասարդներ են, խիստ դատապարտում եմ, բայց եթե հունիսի 7-ից հետո առաջ մենք հետևություններ չանենք ու կրկնվի, նման դեպքերը շատանալու են։